ակնկալիքը որ ես նայում եմ արդեն вообще բան չունեմ։ Հիմա ես թեկուս ստե վերևը ես նստած լինեի, պիտի նայե վերևից ստե այսքան մարդ կար, ասեի թող հելեն էտան, սա կկայնենք կհոգնենք էտան։ Հիմա ես պայն ոչի բանից չեմ ուզում, ոչ այդ 5%-ից, ոչ այդ գույքագրումից։ Հիմա ես ուզում եմ խոսամ մեր ժողովրդի անտարբերությունից вообще։ Մի հոր հացը, մի փոր հացի հետ փոխում են։ Հա մի օր էլ այսօր էլ 5000, 3000, 4000։ Ես ավելի շատ ծախսեր ունեմ այսօր։ 4 երեխա եմ պահում, բայց ես այսօր եկել եմ որ վաղվա համար եմ ասում, չէ՞։ Որ այդ գույքագրումը բանը չնի, այդ 5%-ը սարքել են 10։ Բայց ինչի համար 10, թող ասեն լավ, աղբերներ 7 ենք անում։ Հանես մի անգամից 10։ Հիմա էլ նորից գույքագրումի համար, բայց այս բանը չեմ ուզում դրա մասին խոսալ։ Ուզում խոսամ դրա մասին, որ մալացյան փագա, բանը առինջմոլը փագա, սաղ տեղերը, լիքը տեղեր փագեն, ժողովուրդ չկա։ Ինչից խոսամ։ 15-20 հոգի մարդ ենք, վերևից կնայեմ, կասեմ թողորեն ռադները դաժե քաշեն էտան, կարող է դաժե սենց էլ ասում են։ Փորձել եք հենց օրինակ մալացիայի կամ առինջի շուկայի աշխատակիցներ։ Ոչ մեկին չեն կարող ասենք, մենք իրավունք չունենք։ Հիմա ես իրավունք չունեմ իմ կողքինին ասեմ, հելի էթանք։ Իրանք պիտի ֆայմեն գիտակցեն, հելեն գան։ Անտարբերությունը մեծ մասը ասում է ոչ մի բան չի փոխվի։ Ճիշտ էլ կանի որ 10 էլ սարքի մի հատ էլ գույքագրում ասում։ Բայց ճիշտ էլ կանի որ տենում է այսքան մարդկան, ասում է ինչ անեմ, սրանց համար 15-20 հոգու համար պիտի անեն։ Անտարբերությունն աստ է մարդկանց։ Ես ուսումնասիրել եմ ուրեմն, այս անտարբերությունը եկավ դուխից ընկավ ժողովուրդը։ Ինչ էս հեղափոխությունից հետո մի քիչ լավ էր, լավ վստահություն կար, բան հետո կամած այս օրենքներից բանից մարդիկ դուխից ընկան։ Հիմա էլի գիտեն նույն ձևի ոչ միտեղ բողոքը չի հասնի։ Ոչ մի արդյունք չի։ Չէ, որը այդպես չի, այ ցավատան, որ դու տենց ու ասում ես, չէ։ Եթե այստեղ խոսք ունենաք մի 10000 մարդ լինի, հավեսում է ակուրատի մեկը կիշնի, այդ հարցին էլ լուծում կտա։ Տենում է որ խոսքի կայնած է։ Խնդիրն է որ ամեն մարդ էլ խնդրեմ ունի, վարկ ունեն, հազարատ հարցեր կա, չեն կարում։ Գոյատևելու խնդիր կա դաժե, հաց առնելու խնդիր կա մարդկանց մոտ։ Մետա բանելի չի խոսքի, չես կարող մեղադին պատասխան չեն տալի, դրա համար մարդիկ օգնում են, չեն ուզում էլ գա։ Բայց որ այդ մարդիկ կան հիմա 20000 մարդ լինի, ստե 15-20000 մարդ լինի, վերևից պիտի իշտի մտաս ինչ եք ուզում, տղեկ ջան, մտես հարցին ոնց լուծում տանք ախպեր։ Ոսկե միջինը պիտի չէ գտնենք, ասում ու ասում ասես պիտի արվի։ Սկզբի վախտեր որ ժողովրդը եկան մոտապես 1000 էլ մարդ հելավ ստե։ Ֆինանսների նախարար իջավ ինչ ասեց, ասես ես չասես, մի բան մարդը ասես, չէ՞։ Մի բանը քո խոսքից տարավ ընդ հասցրեց, ասում ես հարցը լուծող չեմ։ Հարցերին իրավասու չեմ պատասխանել։ Որտեվ շատ քիչ են, բա դրա համար ասում, որ շատ ենք ինքը չէ, յա պետը կիշնի ախպեր։ 10 հոկանոց խումբը մտավ ներս, ասել 10 հոկանոց խումբը։ Ասում է լավ է, բանակցեք։ Մտան բանակցելու, ասում ես երկերով մեկին անուն ազգանով արդեն գիտենք 15-20 հոգի 30 մտնում են, հանդիպում են, ամեն շատ մարդ պիտի գա, սաղ տեղերից է պիտի գա, ռայոններից է պիտի գա մարդիկ, գիտակցեն։ Գյումրիից էլ են գալիս այսօր։ Ես ցավը տանեմ թողան, սաղը պիտի գա։ Հարկերի բարձրացման հետ կապված դուք եք այսօր կառավարության շենքի մոտ։ Իհարկե ու